Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր հուլիսի 7-ն է, երեքշաբթի։ Դատարանն այսօր առավոտյան սկսել է քննել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ գործարար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ Քննչական կոմիտեն միջնորդել է նրան 2 ամսով կալանավորել։ Հիշեցնենք, որ 3 Ծառուկյանի առանձնատանը շուրջ 13 ժամ տևած խոզարկությունից հետո նրան ձերբակալել եւ տարել են քննչական կոմիտե։ Գիշերը նրան քննչական կոմիտեից տեղափոխել են դատարան։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախությանը եւ փողերի լվացմանը օժանդակելու համար։ Նույն գործով ձերբակալվել է եւս 1 անձ։ Լրիվ սարկած, սուտ, պուջիկ, որցի բաչկալ հակարակը, հոլամանապարտ, որը թուղթը գրելա, որը և դեսպանները ներկա և նախկինը, որը կան, որ բոլոր սարկած պուջիկը, որցի մի բան չկա։ 100% դա ասենք թե ապացուցվում, ստա բան ինչ պարզ կլտի։ Ձեր հետ ենք պատասխան։ Փոխադարձ հարվածների աշխարհագրությունը ընդլայնվում է։ Ռուսաստանը կրկին թիրախավորել է Ուկրաինայի քաղաքները, իսկ Կիևը խորքային անօդաչու հարվածներ է հասցրել Ռուսաստանի ռազմական եւ էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այս ամենի ֆոնին Ուկրաինան փորձում է ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի երկրների հետ։ Ռազմական գործողությունները շարունակում են սրվել ռուս-ուկրաինական ռազմաճակատում նոր լայնածավալ հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին։ Ռուսական բանակը հերթական զանգվածային հարվածն է հասցրել Կիևին եւ հարակից շրջաններին։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով զոհերի թիվը գերազանցել է 2 տասնյակը կամ բազմաթիվ վիրավորներ։ Փրկարարները դեռ շարունակում են որոնողական աշխատանքները բազմահարկ շենքերի փլատակներում։ Կիևում վնասվել են բնակելի շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ եւ տրանսպորտային օբյեկտներ։ Ռուսական հարվածից հետո վերականգնողական աշխատանքները դեռևս շարունակվում են։ Դա դաժան հարձակում էր, միայն 68 հրթիռ, որոնցից շատերը բալիստիկ էին։ Կային նաև տարբեր տեսակի ավելի քան 350 անօդաչու թռչող սարքեր։ Ռուսաստանի մարտավարությունը մնում է անփոփոխ, հնարավորինս շատ ցավ եւ վնաս հասցնել ուկրաինացիներին եւ Ուկրաինային։ Միայն այս զանգվածային հարվածով ռուսները սպանեցին 22 մարդու։ Սրանք այս պահին գրանցված տվյալներն են, վիրավորվել է մոտ 90 մարդ։ Այս անգամ եւս Ռուսաստանի հիմնական թիրախները Կիևն ու տարածաշրջանն էին։ Պուտինը կրկին ոչնչացրեց սովորական բնակելի շենքերը։ Կիևի մոտ գտնվող Վիշնևեում իրավիճակը բարդ է երկրորդային պայթյունի պատճառով։ Կիևի քաղաքապետը հուլիսի 7-ը հայտարարել է սգո օր ի հիշատակ նրանց, ովքեր զոհվել են քաղաքին Ռուսաստանի հասցրած հարվածի հետևանքով։ Իր հայտարարության մեջ Վիտալի Կլիչկոն նոր հարձակումն անվանել է Կիևի համար ամենամասշտաբայինը։ Իսկ արդեն այս գիշեր ռուսական զորքերն ավելի քան 120 անօդաչու են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Ուկրաինայի հոպուժերին հաջողվել է խոցել դրանցից 108-ը։ Կիևում, Կրիվոյ Ռոգում եւ Դնեպրոպետրովսկում պայթյուններ են որոտացել։ Կիևում ԱՏՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ։ Տարնիցկի շրջանում հարվածների հետևանքով զոհվել է 11, վիրավորվել մոտ 50 մարդ։ Այստեղ որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Խարկովում ԱԹՍ-ն հարվածել է բենզալցակայանի, 1 մարդ վիրավորվել է։ Դնեպրոպետրովսկում ռուսական զորքերի հարվածների հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել գյուղատնտեսական տեխնիկայի պահեստային շենքում, սպասարկման կայանում եւ բենզալցակայանում։ Կրիվոյ Ռոգում հրդեհ է բռնկվել լոգիստիկ ընկերությունում։ Նիկոպոլի եւ Սինելնիկի շրջաններում էլ վնասվել է սոցիալական հաստատություն, բնակարանային շենք եւ մեքենաներ։ Հրդեհ է բռնկվել մասնավոր տանը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Կիևի վրա գիշերային հարձակումը, այն անվանելով հարված ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին եւ առելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին։ Ի պատասխան Ուկրաինան խորքային հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքին։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Կալուկայի մարզը։ Անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Ձերժինսկի շրջանում գտնվող արդյունաբերական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել։ Լրատվամիջոցների տվյալներով այդ շրջանում են գտնվում առաջին գործարան նավթավերամշակման ձեռնարկությունը, նավթաբազան, թղթի ու ցելյուլոզի արդյունաբերական մի շարք խոշոր ձեռնարկություններ։ Բելգորոդի մարզի ղեկավարն էլ հայտարարել է, որ շրջանը ենթարկվել է զանգվածային հրթիռային հարձակման։ 1 մարդ զոհվել է, եւս 3-ը վիրավորվել։
եղել։ Մարզպետ Ալեքսանդր Շուվայևը հայտարարել է, որ վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքը, որի հետևանքով Բելգորոդ քաղաքի որոշ շրջաներում էլեկտրաէներգիա եւ ջրամատակարարման խափանումներ են եղել։ Կիևում հայտարարում են, որ նման գործողությունների նպատակը Ռուսաստանի ռազմական եւ էներգետիկ ներուժի թուլացումն է, ինչպես նաեւ Կրեմլին բանակցությունների սեղան վերադարձնելը։ Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել եւ ոչնչացրել են ավելի քան 450 անօդաչու թռչող սարքեր, որոնց զգալի մեծ մասը շարժվում էր Մոսկվայի ուղղությամբ։ Ռուսական կողմը շարունակում է ընդգծել, որ պատերազմը փաստացի ընթանում է ոչ միայն Ուկրաինայի, այլև ՆԱՏՕ-ի հետ դիմակայության պայմաններում։ Այս ամենին զուգահեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման հնարավորությունը ավելի մոտ է, քան շատերը պատկերացնում են։ Նախագահ Պուտինը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, վստահեցնում եմ։ Լավ զրույց ենք ունեցել նախագահ Զելենսկու հետ։ Նա նույնպես ցանկանում է, որ այս ամենն ավարտվի։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում կքննարկենք այդ հարցը։ Սպիտակ տան առաջնորդի խոսքերով մարտի դաշտում այժմ վճռորոշ դեր ունեն ԱԹՍ-ները։ Այս ամենը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկին ընդառաջ։ Ուկրաինայի նախագահը կրկին կոչ արել դաշնակիցներին արագացնել հակաօդային պաշտպանության համակարգերի եւ զինամթերքի մատակարարումները, ընդգծելով, որ պատերազմի ելքը մեծապես կախված է միջազգային աջակցության շարունակականությունից։ Այս համատեքստում նա հայտարարել է, որ պատերազմի ելքը որոշվելու է երկնքում։ Մինչդեռ Մոսկվան պնդում է, որ շարունակելու է ռազմական գործողությունները մինչև իր հայտարարած նպատակների իրականացումը, ինչը վկայում է, որ մոտ ապագայում պատերազմի թուլացման նախանշաններ դեռևս չեն երևում։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Դամասկոսում տուրիզմի նախարարության շենքի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով 18 մարդ է վիրավորվել, այդ թվում 4 ոստիկան։ Պայթյունները տեղի են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի ժամանակ, սակայն դրանք չեն ազդել Սիրիայի նախագահի հետ հանդիպման օրակարգի վրա։ Ըստ Սիրիայի ներքին գործերի նախարարության իրավապահները երկու պայթուցիկ սարքերը հայտնաբերել են ընթացիկ գործողությունների ժամանակ։ Հատուկ ստորաբաժանումների նախապատրաստական աշխատանքների ժամանակ սարքերը պայթել են։ Նախնական տեղեկությունների համաձայն երկու սարքերն էլ եղել են ինքնաշեն։ Դրանցից մեկը տեղադրված է եղել կայանված մեքենայում, մյուսը թաքցված է եղել աղբամանում։ Աշխատանքներ են տարվում միջադեպի պատասխանատուներին գտնելու ուղղությամբ։ Հունիսի խոշոր կարկտահարության վնասները դեռ չամփոփած, երեկ երեկոյան հերթականն է տեղացել։ Ուժեղ քամին ու կարկուտը վնասել են Աշոտքի եւ Ամասիայի մի քանի գյուղերի ցանքատարածքներն ու տնամերձները։ Կարկտի հաստ շերտի տակ են մնացել արդեն հասունացած ցորենը, գարին, արվույտը եւ այլ մշակաբույսեր, իսկ տնամերձ հողամասերում մրգատու ծառերի վրա բերք չի մնացել։ Երեկ երեկոյան բարձրացած ուժեղ քամին պտտահողմի էր վերածվել, Աշոտքում շուռ էր տվել մի քանի հենասյուներ, բնակավայր էր հոսանքազրկել։ Գոքովիտ գյուղում էներգամալուխների վրա ընկած հենասյուներն առավոտյան Էլցանցի վթարաբերացման բրիգադը սկսել էր ուղղելու ամրակայել։ Բիտոն կկայնացնենք, հետո սյունը կանենք, բիտոնին կկաբենք։ Գյուղի էներգամատակարարումը մինչև կեսօր վերականգնել էին, բայց գյուղատնտեսությանը հասցրած վնասը անհամեմատ մեծ է։ Վնասի չափն էլ դեռ հայտնի չէ։ Աշոտք համայնքի մի քանի գյուղի ցանքատարածքներ են մնացել կարկուտի տակ։ Ցողամարգում, Հողմիկում եւ Գոքովիտում տնտեսություն չկա, որ տուժած չլինի։ Գայի ունիմ, ցանած, ավիոզ ունիմ, կարտոլ ունիմ։ Քիչ է չէ, ասենք 10-րդական կարտոլ։ Այսօր աշեսօր չկա, մինակ հողը ներևեմ, դի չգիտեմ, ինչ ծեվի մարդ պետք է անի, որ կրանա դիմանա։ Մոտ 20 րոպե անձրևախառն տեղացած կարկուտը, որն ուղեկցվել էր ուժեղ քամիով, Աշոտքի եւ Ամասիայի գյուղերով է անցել։ Կարկուտի հաստ շերտը մեկ օր անց էլ դեռ հողամասերում մնացել էր։ Մրգատու ծառերին բերք չի մնացել, բանջարանոցներում սացիլների դատարկ ճյուղերն էին միայն։ Լովին դա երկու մարգեր, երկուսն էլ յետնին հավասարված։ Այնտեղ սիսեր էր։ Չկա։ Այն մյուսը։ Այն ելագն է վերևը։ Պամիդորը լոբին, կարկոշջեն, դան վերևին լոբին, ավելի լսա։ Մենակ սկտորն էլ բան չէ, սկտորն ինչ է։ Մեկ շաբաթից խոթունձ էին անելու, անձրևային օրերն էլ նպաստավոր էին եղել։ Գյուղացին պլանավորել էր, որ խոթքաղից լավ արդյունք է ունենալու։ Անասնակերի հարցը մասամբ լուծված էին համարում։ Մոտ կես մետր բարձրության խոտը հավասարվել է գետնին։ Նույնիսկ ծերով էլ չես կրա քաղես էլի։ Հայ։ Օդավապես նայեք, իր բարձրությունը սիկ է, նայեք։ Օդավապես չէ կես մետր երևի հետ, բայց միսիկ
ասենք տեխնիկան էլ որ դու բերես քաղելու, այդ տեխնիկան երևի չի կրա քաղել, կեսն է չի քաղել, որովհետև իրան քաղելու հնարավորություն չկա, ինքը լրիվ պարգած է արդեն։ Ասենք սա ջարդել է, պարգել է, հիմա ինքսիկ արդեն սա վնասված է, ինքը չգիտեմ, դիսենք հասներ մեր շաբաթում 10 օրվա ընթացքում, որ մենք սկսեինք քաղելը, որ օգուտը տեսնենք, բայց սիկ արդեն երևի ինքը ոչ մի բան չի եղնի, այսպես պետք է մնա հոդի։ Ամսու մեկով մենք պետք է կատարենք խոդկա բնությունը խոնավության եղանակով, ասենք խոսքի ժողովուրդը մի քիչ ոտները կախքտեցին, որը ասենք խոսքի եթե պետք է քաղեն բջանը ու այդ ձևի այսօր էլ հեշտ բան մենք չունենք ոչ մի սպասելիք որ ստանանք ձմեռը կրանանք մենք կարունել։ Բերքը հասունացել էր արդեն Ցորենի եւ Գարու ցանկատարածքներում, Կարկուտն ու Քամին հեկտարներով հացահատիկային մշակաբույսերն են վնասել։ Ցորենի Գարու հասկերը կոտրված են։ Արդեն կտրել է ինքը, ցողունից անջատվել է, հա։ Էսի գել ինչ պետք է անի։ Այն ավիոզի Գարու մասին չեմ մտածում, դե ինի գանասնակեր է։ Էսի գերի մույսը ձմեռվա։ Ես բանը չենք կրայնել, ինչ պետք է անենք։ Ահավոր վնասներ է կրած։ Կոնկրետ ես 10 հեկտար ցանկ ունեմ երած։ Ու այդ 10 հեկտարս էս վիճակն է սա։ Գոքովիտ գյուղի 320 հեկտար վարելահողերի մի փոքր մասն է անվնաս մնացել։ Հակակարգտային կայան չունեն, հարևան հողմիկի կայաններն են միշտ բերքը կարկուտներից պաշտպանել։ Երեք երեկոյան էլ հողմիկի հակակարգտային աշխատել է, բայց օգտակար գործողության չի հասել։ Կարգտահարության վնասները հաշվում են նաև հողմիկ գյուղում։ Գոքովիտի վարչական ղեկավարն էլ նշեց, որ գյուղի տնտեսություններից որևէ մեկը գյուղապահովագրություն չունի։ Հիմա հույսները դրել են պետության փոխհատուցմանը։ Պետության աջակցությունը մենք շատ ուժեղ ուզում ենք ունենանք, որովհետև ասենք խոսքի ինչ չափի կրանց օգնադեղնի։ Սաղսե ծախսենք ես 5 հեկտար ես եմ ցանը 50 հեկտար արշակն է ցանը խոսքի չէ։ Մի արշակը իր բանի 1 հեկտար հողի վրա ծախսել է խոսքի 1 միլիոն է։ Այդ պետությունը իր 50 միլիոն փող վերեկու դա չի տա չէ։ Բայց շաճատը մի 100-200 մարդը վարդ է վերցրել, բանը վերցրել, ինչու փակվի։ Պետությունը սուբսիդավորում էր 5000 դրամ անջրդի վարելահողերն էին, 6000 դրամ մոտավորապես ջրովի վարելահողերն էին, հեկտարի հաշվով Ցորեն Գարի վարྩակ, արբույդը մի քիչ թանկ էր 7000 դրամ երևի, մոտավորապես սա բավականությունը, բայց ելույթ ասում են թերավադորեն էին մոտենում ժողովուրդը, կասկածում էին նոր բան է, ինչ որ վախի մոմենտ կար, չմոտեցան նաբավագրություններին։ Գյուղերում հողատերերը ամբողջ օրը շրջել են դաշտերում, մոտավոր հաշվարկներ արել, թե ինչքան կկազմի կրած վնասները։ Դեռ մարզային հանձնաժողովը գյուղեր չի գնացել, ուսումնասիրություններ ցանկատարածքներում նաև իրենք են անելու։ Հունիսի կարկուտներից էլ տուժել էին Ախուրյանի եւ Արթիկի տասնյակ գյուղեր, ինչպես նաև Գյումրին։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Վնասվածքի դժբախտ պատահարի կամ ցանկացած արտակարգ իրավիճակի առաջին րոպեներին ճիշտ եւ ժամանակին ցուցաբերված օգնությունը կարող է կյանքեր փրկել։ Առաջին բուժօգնության տարրական կանոններին տիրապետելը կարևոր է յուրաքանչյուրի համար, առավելապես սպորտում։ Գյումրիի մարզական բարձրագույն վարպետության դպրոցում մարզիչների եւ մարզիկների համար անցկացվեց առաջին բուժօգնության տեսագործնական դասընթաց։ Նախաձեռնությունը Նազիկ Ավդելյան հիմնադրամինն է Faster First Aid ընկերության հետ համատեղ։ Լսում ես ինձ, հələ բաց աչքերդ եթե լսում ես, մի բան ասա, ձեռս սխմի, չկա։ Ուշագնացության եւ մկանային ուժի հանկարծակի կարճատև կորստի երևույթները թեև որոշ դեպքերում արագացնում են, բայց ճիշտ եւ ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը վճռորոշ է լինում, կանխելով ծանր հետևանքները։ Իսկ ինչ պետք է անել նման իրավիճակում։ Կարող է արդյոք ոչ բժիշկ մարդը փրկել մեկի կյանքը, որն ընդունված է անվանել ոսկե րոպեներ։ Եթե օգնությունը ուշանա կամ ընդհանրապես չցուցաբերվի, նույնիսկ սովորական ուշագնացությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ։ Առաջին օգնության ճիշտ քայլերին, ճիշտ արձագանքելու հմտություններին մասնագետները ծանոթացնում են ծանրորդներին եւ նրանց մարզիչներին։ Մատերով ֆիքսում ենք դունչը ու դնչից հետ ենք բրդում։ Ծնոտը երբ որ բարձրանում ավերև, լեզուն գալիս է առաջ։ Սա կոչվում է շնչուղիների բացում։ Գնաց։ Կզակը պետք է ուղիղ անկյուն կազմի հատակի հետ։ Մի փոքր բացում են բերանը։ Ականջով լսում ենք, այտով զգում ենք ջերմությունը,
հայացքով նայում եմ շարժումը։ Այդ 3 զգայարան, այստեղ չենք կարող սխալվենք։ Առաջին 10 րոպեն կամ կես ժամը շատ կարևոր են ցանկացած մարդու, այդ նաև մարզիկի համար ճիշտ կազմակերպել առաջին օգնությունը եւ առաջին հոգեբանական օգնությունը։ Այսինքն այստեղ լավ կլինի, որ աշխատի նաև մասնագիտական թիմ, հոգեբաններ, առաջին օգնողներ, միգուցե նաև բժիշկներ, որոնք այդ պահին այդտեղ են լինում եւ օրինակ ճիշտ անշարժացումը կամ սառաթռչոցները կամ միգուցե եթե տարածքում կա բժիշկ կարողանա բժշկական օգնություն ցուցաբերել, արդեն իսկ բավականին մեծ գործ են անում այդ մարզիկի հետագա կյանքի համար։ Ուշագնացությունից մինչև բաց եւ փակ կոտրվածքներ, թեթևից մինչև կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներով սպորտում շատ են պատահում։ Մարզումների կամ մրցումների ընթացքում մեկ ակնթարթը կարող է փոխել ամեն ինչ, իսկ մեծ սպորտում ամեն ինչ հնարավոր է։ Իսկ վնասվածքի իրական գինն ամենից լավ հենց մարզիկը գիտի։ Ավտովթարից հետո շուրջ 7 տարի մեծ սպորտից հեռացած ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը անձամբ է անցել երկար բուժման ու վերականգնման ճանապարհը։ Եվ վստահ է, առաջին օգնության ճիշտ ցուցաբերումը կարող է փրկել մարդկային կյանքն ու նաև մարզական կարիերան։ Շատ ուրախ եմ, որ հենց սկսում ենք մեր մարզադպրոցից, քանի որ այստեղ լուրջ արդեն արդյունքներ են գրանցվել եւ կարծում եմ, որ արդեն այն մարզիկները, բարձրակարգ մարզիկները, մարզիչները, ինչպես նաև բուժաշխատողները ոչ միայն այս դպրոցի, այլ նաև ընդհանրապես պետք է շատ լավ տիրապետեն առաջին բուժօգնությանը։ Եվ մեր նպատակն է, որ մարզիկները, մարզիչներն ու բուժաշխատողները տիրապետեն արտակարգ իրավիճակներում արձագանքման եւ վնասվածքների կանխարգելման հստակ ու գործնական հմտություններին։ Ծանր վնասվածքից հետո մեծ սպորտ վերադառնալը միայն ֆիզիկական վերականգնման մասին չէ։ Ավելի դժվարն ու երկարատև է հաճախ հոգեբանական պայքարն է։ Հաղթահարել վախը, նորից հավատալ սեփական ուժերին ու կրկին կանգնել մրցակցորգին։ Այդ ճանապարհն անցել է նաև աշխարհի երիտասարդների չեմպիոն Աննա Ամրոյանը։ Վնասվածքից հետո նա կարողացել է վերադառնալ եւ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Ես Եվրոպայի առաջնությունում երբ որ 0 ստացա, շատ ծանր հոգեբանական վիճակում էի գտնվում, այդ ժամանակ իմ կողքին էին իմ մարզիչները, ընտանիքը, ընկերները, բոլորը իմ կողքին էին, քանի որ գիտեին իմ ուժերի սահմանը, եւ աշխարհի առաջնությունում ես ինձ հավաքեցի եւ կարողացա հաղթահարել այդ հոգեբանական մեծ ստրեսը, վիճակը։ Եթե երեխան ի սկզբանե ընտրել է սպորտաձև, մարզաձև, ինքը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի, որ այդ սպորտաձևում նաև լինելու են վնասվածքներ։ Իսկ շատ լավ կլիներ, որ մենք մարզիկներս ունենայինք հոգեբաններ, որոնք որ կզբաղվեն երեխաների հետ այդ հարցով, բայց մենք մարզիչներս էլ շատ դեր ունենք դրա մեջ եւ ավելի շատ պատրաստում ենք նրանց այդ վնասվածքներին, որ ինչու՞ չէ եւ լինելու են վնասվածքներ, հետո պետք է լինեն ցախողումներ, բայց պետք է պատրաստ լինեն, որ այդ ամեն ինչի միջով պետք է անցնեն եւ շարունակեն իրենց սպորտը։ Իսկ վնասվածքից հետո ոչ պակաս կարևոր հաճախ ստվերում մնացող հոգեբանական աջակցությունը հնարավոր է ապահովել միայն մարզիչ ծնող հոգեբան համագործակցությամբ։ Հոգեբանական վնասվածքներին հաղթահարելը, ասեմ, շատ ավելի բարդ է, քան ֆիզիկական, քանի որ ֆիզիկական վնասվածքները գոնե երևում են, իսկ հոգեբանականը կարող է այդպես չերևալ, մարզիկը չխոսել, նույնիսկ չիմանալ, որ ինքը այդպիսի խնդիր ունի ու դա անդրադառնա իր մարզական կարիերայի վրա։ Հոգեբանն էլ է կարևոր, այսինքն հոգեբանորեն մարզիկին տրամադրել, որ այդ մարզման ժամանակ, երբ որ դու անուշադիր ես, վատ ես քնել, ինչ որ դեպք է պատահել տանը, քո ընկերոջ հետ, ընկերուհու հետ, ինչ որ բան է, դու ավելի ցբերված ես, պետք չէ այդ օրը գալ մաքսիմալ քաշերի։ Ինչի համար, որտեղ դա կբերի անպայման միտեղ վնասվածքի։ Առաջին բուժօգնության եւ հոգեբանական պատրաստվածության տեսագործնական դասընթացներ Նազիկ Ավդալյան հիմնադրամը նախատեսում է անցկացնել բոլոր մարզերում։ Իսկ առողջ մարզական մշակույթի ձևավորմանը, հայկական սպորտի զարգացմանը միտված հիմնադրամի մյուս կարևոր նախաձեռնությունը նավ բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոնների հիմնումն է։ Առաջին նման կենտրոնի շինարարությունը, որը Փանիկ գյուղում է լինելու, առայժմ նախագծման փուլում է։ Համայնքը հիմնադրամին տրամադրել է 14000 քառակուսի մետր հողատարածք, որտեղ որ կառուցվելու է մարզակրթական կենտրոնը։ Ի ուրախություն մեջ որևէ խոչընդոտ չկա, համագործակցում ենք պետության հետ, շինարարությունը հենց անում ենք պետության հետ համատեղ եւ նախագծման փուլում է գտնվում մեր նախագիծը։ Ես մեծ հույս ունեմ եւ ակնկալիքներ ունեմ, որ 2028 թվականի սկզբին մենք արդեն կոմպլեքսը կունենանք։ Նազիկ Ավդալյանը վստահ է, միայն այսօրինակ նախաձեռնություններով կարելի է զարգացնել պրոֆեսիոնալ սպորտը մարզերում, ընդլայնել հասարակության մասնակցությունը մարզական, կրթական եւ մշակութային ծրագրերի։
պրոֆեսիոնալ սպորտում ներգրավել նաև ներառական խմբերի երեխաներին եւ ի վերջո ձևավորել ֆիզիկապես ու հոգեպես առողջ հասարակություն։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։